Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր է անցել, Թրամփն էլ շնորհավորել է Փաշինյանին, ինչու չի շնորհավորում Պուտինը, որին Փաշինյանն իրեն ընկեր է համարում։ Պուտինի մասով դե հա ինչ չի շնորհավորել, հույս ունենանք շնորհավորել։ Խորհրդարանական ընտրություններից հետո լույսը դեռ չբացված շնորհավորանքների տարափ էր Եվրոպայից Ուրսուլա ֆոն դեր Լայն, Էմանուել Մակրոն, Դոնալդ Տուսկ, մեկը մյուսին հերթ չէին տալիս, եվրոպացի բարձրաստիճան չինովնիկները շտապում էին շնորհավորել Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, երբ դեռ վերջնարդյունքները չկային։ Փաշինյանի կառավարությունը իհարկե ունի շատ մեծ աջակցություն Եվրոմիությանի եւ ԱՄՆ-ի կողմից եւ իրենք աչք են փակում բոլոր այն կոպտագույն խախտումների վրա, որը Փաշինյանի կառավարությունը թույլ է տալիս։ Սպառնալիքները, ուժի կիրառումը, ատելության խոսքը այն մակարդակի են հասել, որը Հայաստանում իշխանության կողմից երբեք չեն եղել։ Որևէ իրավունք չունեին Եվրոպայի ղեկավարները խառնվեին մեր ընտրություններին։ Փաշինյանը ըստ վերլուծաբանների իրականացնում է ռազմավարական շրջադարձի քաղաքականություն եւ Ռուսաստանում դա շատ լավ են տեսնում։ Ռուսաստանը արդեն ցույց է տալի իր վերաբերմունքը։ Առաջինը այն, որ մինչև այսօր չեն շնորհավորել Փաշինյանին, դա իհարկե հիմնավորված դիրքորոշումա, որովհետև գիտենք, որ բազմաթիվ խախտումներ են եղել, մենք գիտենք, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է թույլ չտա, որ երրորդ ընդդիմադիր ուժը մտնի ազգային ժողով, խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է։ Ռուսաստանն ակնհայտ ցույց է տալիս, որ չի էլ հանդուրժելու Հայաստանի գործող իշխանության երկու աթոռների նստելու քաղաքականությունը։ Դա պարզ մեսիջներով հայտարարում են Լավրովի, անվտանգության խորհրդի նախագահի փոխվարչապետի եւ մյուս այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Հայաստանը չի կարող օգտվել բոլոր հնարավորություններից, որ տալիս է ԵԱՏՄ-ն, երկիրը տանելով դեպի Եվրամիություն։ Եթե դու ընտրել ես Եվրոմիության ճանապարհը, ապա դու զրկվելու ես բոլոր այն առավելություններից, որը քեզ տալիս է ԵԱՏՄ-ն։ Սա շատ պարզ ասվում է այս պահին եւ դա հասկանալի դիրքորոշում է։ Ըստ քաղաքագիտական որոշ կանխատեսումների, սակայն Փաշինյանը փորձելու է մնալ ԵԱՏՄ-ում, ինչքան որ դա հնարավոր է եւ դա ինչքան որ օգուտ կբերի տնտեսությանը։ Վերջնարդյունքում ըստ որոշ կանխատեսումների Փաշինյանը իր քաղաքական վեկտորը չի փոխելու։ Այսինքն ինքը գնալու է Մոսկվա, փորձելու համոզել, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի փոքր խնդիրներ կան եւ այդ խնդիրները մենք կլուծենք, բայց Ռուսաստանում արդեն դրան չեն հավատում, հաշվի առնելով, որ Փաշինյանի թիմը ամբողջ այս ընթացքում, ոչ միայն նախընտրական, այլ տարիների ընթացքում ամենակոշտ հակառուսական մեղադրանքներով է ելույթ ունեցել եւ չեն կարողացել հիմնավորեն այդ մեղադրանքները։ Եթե դուք տանում եք երկիրը դեպի արևմուտք, ինչու եք դուք օգտվում ԵԱՏՄ-ի բոլոր հնարավորություններից եւ շահ ստանում։ Արևմուտք գնալ այդ բառերը պետք է մեկը ինձ բացատրի, դա ինչ է նշանակում։ Այսինքն մենք հենց հիմա մեր ճամպրուկները հավաքում ենք ու ոտով գնում ենք արևմուտք, սա բառախաղ է։ Հայաստանի ապագան որոշվում է մի կողմից Մակրոնի եւ եվրոպացիների կողմից, մյուս կողմից Ռուսաստանի։ Մեր ժողովրդի ապագան որոշում են երրորդ տերությունները։ Հետհայաց 10-ից 15 տարի առաջ այն ժամանակ եվրոպացիներն էին շատ զգուշավոր եւ չէին շտապում այդքան շուտ շնորհավորել ընտրվածին, որքան այսօր։ Ժողովրդավարական ուղով ընթացող եվրոպացի պաշտոնյաների քաղաքականությունում ինչն է փոխվել։ Հայաստանն է ավելի ժողովրդավար երկիր դարձել Եվրոպայի աչքերում, թե եվրաչինովնիկները հիմա աչք են փակում Հայաստանում բոլոր խախտումների, չարաշահումների, բացասական երևույթների վրա։ Ըստ վերլուծաբանների եվրոպացիների քաղաքականությունն է այդպիսին։ Կեղծ կժպտան ու կտանեն այնպիսի քաղաքականություն, որ եւս մի երկրի պոկելու եւ իրենց կողմը քաշելու հնարավորություն ունենան Հարավային Կովկասից։ Կառավարության նոր կազմում էական փոփոխություններ չեն լինի, Նիկոլ Փաշինյանն անուններ չի հստակեցնում, բայց արդեն որոշել է ով կշարունակի զբաղեցնել պաշտոնը եւ ով կլքի կաբինետը։ Վարչապետն ի պատասխան լրագրողի հարցին նաեւ հայտարարում է, թե բացառում է այն հնարավորությունը, որ ձևավորվող գործադիրում լինեն ընդդիմադիր ճամբարներից։ Քննարկում չկա, որովհետև ինչպես եւ ասել եմ, քաղաքական իրադրությունը ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայնակ կարող է ձևավորել կառավարություն եւ կձևավորի կառավարություն։ Թեպետ մինչև այս պահն էլ Կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված չեն, բայց դրանք առավել եւս ամբողջական չեն լինի հունիսի 8-ի լուսադեմին, երբ Փաշինյանը տեղամասերի միայն 10% արդյունքներով հայտարարեց քաղաքացիական պայմանագրի բացարձակ հաղթանակի մասին։ Վարչապետը պարզաբանում է սովորական պրակտիկա է, հենվել է սոցհարցումների տվյալների վրա։ Կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար կշիռներ եւ ի վերջո կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքները ամփոփված են եւ կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոս։ Մենք հենց իջնելու էլի տեղ ունեինք, որպեսզի
էլի ունենք, որպեսզի հաղթենք։ Քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում հաղթել է, հայտարարում է Փաշինյանը, բայց այս հաղթանակով ավելի ճիշտ կվեների այն քանակով, որն իշխանության ղեկը դարձյալ իր ձեռքն առնող ուժը ստացել է, նախնական հաշվարկներով նոր խորհրդարանում չի ձևավորի սահմանադրական, առավել ևս որակյալ մեծամասնություն։ Հետևաբար առանց ընդդիմության աջակցության չեն կարողանա օրինակ սահմանադրական օրենքների հետ գործ ունենալ կամ սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնել, ինչը հիշեցնեմ Բաքվի գլխավոր նախապայմանն է հայ-ադրբեջանական խաղաղության նախապայմանագիրը վերջնական դարձնելու համար։ Մենք կդիտարկենք, կքննարկենք իրավիճակը եւ կգանք հետեւությունների։ Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե քաղաքացիական պայմանագիրը գործարք է առաջարկել ընդդիմադիրներին։ Փաշինյանը հերքում է առաջարկում կոնկրետ հարցի պատասխանել։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով-ում։ Նախընտրական շրջանում Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իր առաջնորդած ուժը նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնության մանդատ չստանա, ապա առաջիկա սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի Հայաստանի դեմ։ Հիմա փաստացի այդ մանդատը ՔՊ-ն չի ստանում, բայց վարչապետն ասում է, պատերազմ չի լինելու։ Խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, հապկից դժգոհում են, որ Հայաստանը չի վճարում անդամավճարները, միտումը շարունակվի, ռազմաքաղաքական դաշինքը կառույցից մեր երկրի հեռացման հարցը կարող է դնել։ ԵԱՏՄ-ից էլ շտապեցնում են պնդելով, որ հրատապ պատասխան է պետք տալ տնտեսական միությունում մնում եք, թե ոչ։ Երկրորդի առնչությամբ Փաշինյանն արդեն իսկ արած հայտարարություններին հավելելու ոչինչ չունի, ասում է, իսկ հապկի հետ կապված մեկնաբանություն չի կարող անել։ Եվ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն։ Հայաստան ներմուծվող գազի հնարավոր թանկացման հետ կապված էլ Փաշինյանը ասում է, կա պայմանագիր, դժվար է պատկերացնում, թե Ռուսաստանն ինչպես է հրաժարվելու իր փաստաթղթային պարտավորություններից, բայց իրենք բոլոր սցենարներն էլ դիտարկում են, խնդրում դրանց լուծումը։ Հայաստանի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցը արդեն կտրուկ է դրված։ Սա Սերգեյ Լավրովի հայտարարությունն է Մոսկվա-Երևան լարված հարաբերությունների ֆոնին։ Դիվանագետը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ հապկլի իրավ անդամ, ուստի անհրաժեշտ է օպերատիվ կերպով հասկանալ իրավիճակը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարը մատնանշել է նաեւ այն փաստը, որ Երևանը ակտիվորեն ընդլայնում է գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշումների եւ արևմուտքի կողմից միջամտության մթնոլորտում։ Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան։ Նա հայտարարել է, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար եղբայրական է։ Ռուսաստանը նրան խաղաղություն եւ բարգավաճում է մաղթում։ Ռուսաստանը մտադիր է Հայաստանի նկատմամբ իր կուրսը կառուցել, հաշվի առնելով հայաստանյան ղեկավարության իրական քայլերը։ Ընտրությունների արդյունքներով Հայաստանում Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակցությունը նկատելիորեն նվազել է։ Մոսկվայում միշտ շահագրգռված են եղել եւ կլինեն ուժեղ ու իսկապես ինքնիշխան Հայաստանով։ Հայաստանում կայացած ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը ծայրահեղ բևեռացված է։ Հայ հասարակության մեջ ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի զարգացման եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա անդամակցության լայն պահանջարկը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի տեխնացու Մելոյանը հայտնել է, որ բոլոր 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունն ունեցել է վստահված անձինք, սակայն իշխանությունները հերթով ձերբակալել են նրանց մի մասին, ավելին հետապնդումները այսօր էլ շարունակվում են։ Մելոյանի պնդմամբ բազմաթիվ տեղամասերում ընտրական հանցագործություններ են տեղի ունեցել, իսկ իրավապահ մարմինները աչք են փակել, բացահայտել են վարչական ռեսուրսի կիրառման աղաղակող դեպքեր, ինչի մասին ուժեղ Հայաստանը բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Սկսած նրանից, որ ահազանգերը բազմաթիվ էին, պետական ծառայության տարբեր տեսակների նկատմամբ, որ մարդկանց ստիպել էին գնալ իշխանության օգտին քվեարկելու եւ քվեաթերթիկ օրինակ լուսանկարելու, կոնկրետ մեր քաղաքական քվեաթերթիկը դուրս բերելու ի ապացույց, որ տվյալ անձինք մեզ չեն քվեարկել։ Ու մարդիկ իրապես վախենում էին ու հարկադրված էին այդ տեսանկարելը, լուսանկարահանելու process-ը իրականացնել։ Տեսանյութեր կան, որ ունենք ու ահազանգեր, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես սոցագրպանում քվեաթերթիկով 16 մուտք են գործել տեղամաս, այսինքն ոչ թե իրենց հետ դուրս են բերել, այդ արձանագրումներն ունենք, այլ նախապես են մտել այդ քվեաթերթիկներով։
Պաշտոնական տվյալներով Արցախից բռնի տեղահանված 40,000 հոգի ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ 2005 թվականից էլ մեկնարկել է արցախցիների բնակավորման ծրագիրը, որի արդյունքում ծախսվել է 50 միլիարդ դրամ։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է առաջիկա 10 տարում 800 միլիարդ դրամ հատկացնել։ Ագարակ մաքսային անցման կետում Իրանից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր։ Խցիկում արկա բարձերի միջից հայտնաբերվել է 143 կապ բնական մազ, 26 կիլոգրամ քաշով։ Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը առգրավվել։ Իրանի քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն համաձայն մաքսային կարգավորման մասին օրենքի։ Անչափահասների շրջանում բռնությամբ ավարտվող վեճերը մտահոգության առիթ են շարունակում մնալ մասնագետների համար։ Հերթական դեպքի մասին հայտնի է դարձել, որ 3 անչափահասների միջև վիճաբանությունը ավարտվել է սուր ծակող կտրող գործիքով վնասվածք հասցնելով։ Հոգեբանների գնահատմամբ նման վարքի ազդեցություն ունեն հիմնականում համացանցում կամ սոցիալական այլ հարթակներում տարածվող ագրեսիվ բովանդակությունն ու բռնության տեսարաններով ֆիլմերը։ Մասնագետները շեշտում են, որ երեխաներն այդ ամենը տարբեր կերպ են ընկալում։ Ոմանց համար դրանք պարզապես տեսարաններ են, իսկ մյուսների մոտ կարող են ձևավորել վարքային վտանգավոր օրինակներ։ Ներկայացնում են էլի տարբեր գործոնների ազդեցության տակ։ Մեկը կարողանում է որոշակի հասունության աստիճանի կամ մտածելակերպի, որոշակի վերլուծական համադրական գործողությունների, գործընթացների արդյունքում գալ են մտքի, որ դա սխալ է։ Մյուսի մոտ գալիս են գաղափարում, ընդօրինակում, ապառն ընդօրինակում գնում եւ թվում է, որ դա ավելի ճիշտ տարբերակ է կամ ավելի կիրառելի տարբերակ է, որովհետեւ մեծ մասը դա անում է։ Աբովյան քաղաքի երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանություն է եղել, հետո կրակոցներ հնչել, ու մինչև ոստիկանների ժամանումը մի քաղաքացի գլխի մասում վնասվածքի հետքերով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Օգնություն է ստացել, հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մասնակիցներից մեկը քարով խփել է մյուսին, մյուսն էլ ըստ հարևանների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել։ Հարևանությամբ գտնվող ավտոտնակում Mercedes Maybach է հայտնաբերվել, որն ըստ նախնական տեղեկությունների տուժածինն է։ Ժամանել են մարզի քրեական ու քննչական վարչությունների պետերն ու Կոտայքի բաժնի ոստիկանապետը։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ, ժամանել են նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները։ Քրեական վարույթ է նախաձեռնվել մասնակիցների եւ վիրավորի ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ էլ աշխատանքներ են իրականացվում։ Հունիսի 10-ին Բեռնատարը Ջրաղբյուր 34 հասցեում հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է։ Վարորդն ու դրսում կանգնած 1 հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, մանրամասները պարզվում են։ Ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ հիվանդանոց տեղափոխված վարորդի եւ մյուս քաղաքացու ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների սա ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ աշխատանքային կանոնների չպահպանում։ Հունիսի 9-ին Ծաղկաձորի Սարալանջային փողոցում դեպի Ճոպանուղի տանող հատվածում VAZ-2107-ը բախվել է թույլատրելի հատվածում կայանված Toyota Land Cruiser-ին։ VAZ-2107-ում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վարորդի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։
Հունիսի 9-ի Երևան-Աբովյան խճուղում բախվել են Mitsubishi-ն ու Kia-ն։ Մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով Կիան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել գազոնում։